Ողջույն, ամսի 19-ն է հունիսի, ես ինչ են քանդել ստե, քեզ բան, Սաֆարյան փողոց, աստեղ մի հատս թիմը մտնեմ, տանջեցին, թողեցին, ամիսը մեկ, երկու ամիսը մեկ, հեռախոսը անջատում են, պարզվում է, մուծել ենք իհարկե, կներեք, բայց սենց անդուր գործեր, պետք կորպորատիվ ենք, ինչ ենք, պետք է վերացնել այն արդ ամեն մեկը իր համարով, մեր բուգալցերը փոխանցում է, գնում եսին որդե կորում է, գայի բողոտը, ստուգեցին, շատ զարմացան, ասեցին ամեն ինչ վճարացա, ինչի չի աշխատում, կարող է սխալվել եք, հեռախոսը տվեցի, ստուգեցին, տեսան, որ չեմ սխալվել, մի հատ էլ զարմացան, շատ լավ բնական զարմանում են, հետո ասեցին համակարգի մեջ է ինչ-որ մի սխալ, ասում եմ, բայց ամեն ամիս, ամեն անգամ ասում եք ուղեցինք, սպասեք մի կես ժամից կմիանա, դե ասեցի լավ, մի խոսքով տենանք, մեկ էլ տեսար միացավ, այդ համակարգի մեջ սխալ այդ լավ բան է, ոնց որ ոչ մեկը մեղավոր չի, դուժող կոնկրետ կա իհարկե, բայց մեղավոր չկա, լավ հիմա ես հիմնար գնամ մի հատ, ընդեղ գործ կա, եկեք մի անգամից մտնեմ խուջակով, թե չէ գնում եմ հասնում եմ Աճարյան ամեն անգամ փոշմանում եմ, խցանում տենում եմ, ես հատվածը հիշում եք ասում էին, ծաղիկների փողոց, սաղ ծաղիկների բուտկաներ էր, են մութ տարիներից հետո հաստատ, հիմա ինչ ամենացը չգիտեմ, ստեղից մտնենք Շահինյան փողոց, Մատիմատիկոս Շահինյան գիմնաստը չէ, դասագիրք էր, թե խնդրագիրք էր, չէ կար Շահինյան ինստիտուտում, Ավան, ստեղ միտեղ են հերոս տղան էր ապրել, ծնողներն էլ սարքել էին թանգարան տունը, եղել ենք կհիշեք, Արմեն էր անունը, բայց ազգանունը, այդ չեմ հիշում ազգանունը ոնց էր, այ հեսա դրոշը, իրապե մի հատ կարդամ կտա, Արմեն Հովանեսյան, Սուր աղբեր, շկան աղբոման ատանում եք, այս լավ են, այս ծածկի տակ են դրել, այդ կապարիչները որ կպագվեն, հույսները կտրել են, ասենց բակերով գնանք, Աճարյան փակուղի է կոչվում, Հաճարյան, ուստեղ միտեղ էլ կիսանդրին էր Աճարյանի, կհիշեք էլի, հես անցա, ուստեղ ուղիղ գնանք, ու ընդեղ արդեն հայ բուսակը երևաց,
Առանձնապես դուրեկան ճանապարհ չի, բայց խցանում չկա էլի գոնե։ Այն Աճարյանի վրա ես ինչ է հիմա կատարվում։ Հետո կանգնել վիճում են փողոցի մեջտեղը։ Գոնե պարզեցին ով ա ճիշտ, ով ա սխալ։ Այս դարի կարևորագույն հարցերը։ Այսա կմտնենք Մարշալ Բաբաջանյան։ Այս հայբուսակը ոնց էր ավարտեցին իրենց շինարարությունները։ Ու թեքվենք Աճարյան։ Լոխվարդ է, ուժեղ մոդա ընկավ Երևանում։ Այս աջ կողմը Սարի դոշին հողերը փռել են, դուրս գալուց մի հատ կնկարեմ։ Սաղոյ ջան, կակաչները դրա համար էլ չեղան։ Սաղ փորել են։ Այդ շինարարության գործընթացը ֆիքսենք, ընդեղ մենք ենք, ստեղ սենց չգիտեմ ինչ պետք է ալնի, համենայն դեպս հիմք չի փորվում, ինչ-որ մի հատ պանդուս է, մեր լաբորատորիան մի վաղ տես շենքում էր, ստեղ էլ սենց է, հիմա մի հատ էլ առաջ գնամ, Այն կողմերից էլ մի հատ նկարեմ, այն կողմից եկա, ստեղ սենց է, համարը բան չի փոխվել վերջի նկարելուց, ես խճանկարը ասել եմ շատ լավ արած, եկիչ ես լուսամոտներն է ինչ-որ, ինչ անպայմաններ չգիտեմ, կարար չլներ էլ է։ Մի րոպե մի հատ հետաքրքիր բան ցույց տամ ստեղ այս շենքը հեսա մի հատ առաջ գնամ շարունակությունն էլ լավ երևա այս մասը լրիվ փչացրած է չի օգտագործվում չգիտեմ ինչի բայց այն մասը օգտագործվում է հայ բուսակի տարածքում է այս շենքի ճարտարապետը Կոստան Զարյանի տղան է Եթե չեմ սխալվում, Արմեն Զարյան։ Դե վաղ սա մոդեռն շենք էր համարվում։ Ասենց։ Մի հատ էլ ստեղ կանգնեցի, ես Աճարյանն է։ Մոտոցիկլետ էր ինչ-որ։ Այ լավ եղանակի մասիսն է, շատ լավ երևում է ստեղից, բայց հիմա չէ։ Այս կանաչ տարածքը Արսնակարն է Անդեղ միտեղ Դավիթ հենց տներն է Այս ստադիոնն է ստեղ Ֆուտբոլի այս սաղ տեղերը որ ցույց են տալի եղել ենք Մի հատ էլ ստեղ բարձրանամ այդ հողային աշխատանքները ցույց տամ ինչ է կատարվում Ես էլ դե ընդհանուր շենքի տեսքը Սենց մի բան Դե գնանք մի հատ են աստիճաններով էլ բարձրանամ Էսը սենց հողը փռել են հլը որ ենքան տեղը Ես իմ կանգնած տեղից սենց աստիճանները գնում են, պտտվում են, գալիս են, իջնում են, մի խոսքով ոտքով սենց պետք է բարձրանան։ Մեր ժամանակ ես աստիճանը ուղիղ էր բարձրանում։ Պատմել եմ։ Գործի տեղից մեկը ասում էր առավոտը որ զարթնում եմ այդ աստիճանների հիշում եմ, որ պետք է բարձրանամ, հավեսս կորում է գործի գալու։
ոնց որ Alan Tower-ը կոչվում։ Եթե չեմ սխալվում։ Այստեղ էլ մնացածը սենց է, էլ այնտեղ չբարձացա։ Մի խոսքով վատ չի։ Այնքան որ ափսոս մեզ ճիշտը չասեցին։ Հիշում եք, ասեցին Ամերիկայից մի հատ շատ ուժեղ ֆիրմա է, IT, մենք իրանց մի մասն ենք դառնում, բայց դուրս եկավ տրիվիալ բիզնես կենտրոնը։ Գնացինք։ Դες տեսարանին արդեն սովոր եք կարծում եմ, ձախից այդ Alan Tower-ը որ յութադրեցի, աչից էլ ինչ-որ կառուցում են, մի խոսքով ցույց եմ տվել, չեմ կանգնի, ընդեղից ուղղակի հետադարձվեմ ու գնանք, պետքա գնամ մեղր առնեմ Կոմիտաս ու դուրս գանք նորից Հաճարյան։ Ես էլ Ծարավ աղբյուր փողոցը, ձախից բուսաբանականը, աչից էլ ես առանձնականները եսա սկսվեցին։ Այ զանգը գալիս է, ես չեմ կարում զանգ տամ։ Մեղրավորվեցի, հիմա դուրս գանք Նիկոլայոս Տիգրանյան փողոց։ Այդ վաշի պտի գնամ հյուսիսային երևի, այդ կորպորատիվը հանեմ փոխեմ այ մարդ, սարքեմ ինդիվիդուալ բոլորինը, թե չէ փոխանցումով մուծում են, նրանք էլ եկեք մի հատ ես թեքվեմ նախկին ֆուրմանով, հիմա Մամիկոնյանց է կոչվում, որտեղ ինչքան հասկացա այդ Կոմիտաս ավենյու էին ասում, Կոմիտաս պարկ էին ասում, են Գրիբոյեդով պարկի դիմացը, ինչ-որ ես կողմերից է պետք է տեղ մտնել, բայց վախում եմ ինչ-որ շլագբաում են դրը, լավ հեսա երևում ալը գնանք, կարող ալնի մտնել, միացայլ տենանք էլի բակը ինչ ձև են, Գրիբոյեդովը մի առանձնապես չհրապուրեց, այլ հեսա շլագբաում ադրեց, ինչ անենք, էլ ես մարդում այդ ասենք էլ ինչ կլնի, որ մի րոպե մտնենք տարածք նկարենք գանք, թողեցին տղեքը ասին մտի հոպար, բայց են մասը շինարարություն է գնում, այս մասը կարաս նկարս, գնանք նկարենք գնք։ Ստեղ սենց ինքնագլուխ աճած ծաղիկներ։ Այս սենց, հիմա եթե ճիշտ հասկացա, այս հրաբակը պետք է մտնենք։ Այդտեղա ոնց որ դե ավարտած։ Ստեղ էլ են հասարքում։ Ես իմ ինչ։ Ահա, ես էլ մեզ Կոմիտաս պարկը։ Այսքան հատվածը, են կոմը ուրեմն շինարարական աշխատանքներ գնում են։ Ես շենքից հետո էլի հետև է այդ շենքի։ Այստեղ դաշտ է, ֆուտբոլի անչի է չգիտեմ, ընդեղ էլ կա մի հատ, ընդեղ բասկետբոլի շիտ տենում եմ։
Այստեղ կանաչապատ։ Մի խոսքով հələ ի տարբերություն Գրիբոյեդով պարկից այդքան ավարտ չի, էլի։ Այստեղ կանաչապատման գործեր են արվում։ Այն կողմը մի քիչ ինչ-որ ավելի բնակելի է, ոնց որ տեսագնամ են կողմ։ Մի րոպե մի հատ էս կողմը նայեմ։ Այստեղ էլ ինչ-որ բաներ կան այնտեղ։ Այս կարծում եմ հələ ծածկ կլինի, բետոն է, էլի։ Վարդերը մոդայից ոչ մեկը չի ուզում հետ ընկնի, թեկուզ մի թուբ տենում են։ Այստեղ էլ հերոս երեխեք տժժան արևի տակ։ Այստեղ բարձր խանութներ, կարող է մանկաբարձ, օֆիսներ եւ այլն եւ այլն։ Այնտեղ զրուցարան։ Երիտասարդները կան։ Այս երեկոյան կողմը ինձ թվում է լավ լիքը կլինի, որ հով անգնի, էլի։ Այնտեղ ինչ-որ ծառեր կան, կմեծանան, էլի, երևի, չէ՞։ Ինչ է ծառերը մեծանան, երեխեքը արդեն ինստիտուտում կլինեն։ Այս կողմը փակ է վաբշե։ Այսինքն այնտեղ հələ ստեղից եթե հնարավոր էր անցնել, դուրս կգայինք Գրիբոյեդով պարկի դիմացը փաստորեն։ Դե վերջ, էս էլ իմացանք։ Կարծիքները դուք կհայտնեք։ Կատալպա է։ Ասեն ժողովուրդ ջան։ Համալիրը բավականին մեծ է, այս հələ կեսն է, պատկերացնում եք, չէ՞։ Սրա նման մի հատ էլ մեջքի սուղությամբ է։ Էս էլ վերջի կադրը։ Ու էլ ես ստեղ կարծում եմ բան չկա ցույց տալու։ Բայց սա իսկապես կատալպա է։ Այնտեղ էլ սենց փոքր ծաղկանոց է ալնելու, հա։ Դες մասերը չեմ կասկածում, որ գեղեցիկ կլինի։ Երկու հատ էլ մեծ խաղահրապարակ կա, էլի։ Դրանք էլ երևի։ Ինձ թվում է մեկը կլինի ֆուտբոլ, բասկետբոլ, իսկ այս մեկը ինչ-որ բաներով կկահավորեն։ Մի խոսքով երաժշտգործարանը առաջինն էր այդ հարցում, հիմա կամաց-կամաց ոճը փոխվում է։ Դեպի լավն է գնում։ Գիտեք ինչ նկատի ունեմ էլ, մի հատ շենք չեն տնգում անկապ առանց ոչ մի բակի և այլն։ Այն կողմերը հիշում եք, լող շինարարություններ է գնում։ Այս կոմիտասներ փաստորեն,
Ես մեկը արդեն ուրիշ է, Պարիսպի հետևն է։ Հələ մի հատ այդ Պարիսպը նայեմ, կարող է ինչ-որ մի բան գրած լինի։ Այնտեղ էլ է ինչ-որ կառուցվում։ Ես սաղի անունը կլինի իմանալ այ մարդ։ Հա, սա այն շենքի հետ կապ չունի, գրասենյակային շենքի կառուցում։ Սենց ինչ-որ մի հատ շենք են կառուցում։ Այսինքն այս շենքերի հետ կապ չունի հետ։ Գնացինք հետադարձում նատ։ Կոմիտաս պարկից էլ շատ տեկիչ գաղապար ունեցանք, այս կողմը ստոր գետնյա մուտքներ զախի վրա։ Շնորհակալություն շատ։ Դուրս գանք Մամիկոնից։ Մամիկոնյան շնորից աչի վրա կույրերի կոմբինատը կարելի ասել նախկին արդեն։ Ու թեքվենք աչ Տիգրանյանով Կոմիտաս։ Դե Կոմիտասը արևը հաստատված կլինի, անհաջող չեմ նկարի։ Մի խոսքով կենտրոններում միտեղ կհանդիպենք այդ Կոմիտասի ժողովրդին տենանք։ Մտնենք ես Ստորգետնյան չկար ոչ մի տեղ կանգնելու։ Դե գնացինք։ Այսօր դուրս եկանք հա օպերա։ Իսկ ընդեղից տեղ չկա դուրս գալու։ Օպերաների դեմով է։ Ստես շատ շոք է ինձ, եսիսային է պետք էլի։ Կարած գնաց, բայց դուշ մնա հազարիվը գալիս։ Բայց ընդ մուտք կա, հա, փաստորեն, ես պատիվ։ Որտուս դու եկել ես, էլ իտեն։ Հանց, դուրս գալու տեղ չկա։ Պատելին է։ Որ դուց եկել ես որն է։ Չէ, այմար չկա դուրս գալու տեղ։ Ես կարծում էի մի հատ այստեղ կա։ Հա, ինչ-որ առանձնապես հաճելի տեղ դուրս չեկա։ Ճիշտն ասած։ Բայց հետաքրքիր է, դեպի Կարապիլիչ ոնց որ թե ելք կար։ Կարապիլիչ, հա նայեք, ես գորգը լվացել են։ Մեգերյան ընտանիքի նվերը մայրաքաղաք Երևանին։ Մերոնցից մեկը գրել էր Մեգերյան կարպետ գնացեք, հասցեն գրել էր, կարծեմ նույնիսկ 2 անգամ գրեց։ Ես մի անգամ կարող է հիշեք այդ վիդեոն, կպած որոշել էի հայտնաբերեմ գետառը որտեղ է Հրազդանին կպնում, գետերը էլի, ու անկապ տեղեր, մի րոպե, տեսակ, մոռացել էի, որ ես չեմ կարա զանգ տամ,
Քույրս էր ադվոյ տվեց, ես էլ չեմ կարում հետ զանգ տամ։ Դե ինքը ինչ իմանա, մտածեց ինչ պրոբլեմ հետ կզանգ տա, երևի նկարում ա։ Հիմա ոնց ինձ։ Հա, Մակոլ, հեռախոսս էլի չի աշխատում, ես չեմ կարա զանգ տամ։ Դե ինձ համբերություն։ Այդ կոոպերատիվի համարում եմ դիմում։ Հասպիտակներ ունեն այստեղ։ Կոոպերատիվի համարում եմ, կորպորատիվ։ Երկրորդ հատ բարձրացեք այս կողմը։ Հա, իսկ փիս բողոքելու համարում դիմեմ։ Հա? Ինչ հարց, եթե կորպորատիվը երկրորդ հատ կապված բողոք ունեք, շատ փիս։ Ամիսը մեկ հեռախոսս անջատում են։ Ինչի համար հեչ բարձ չի։ Քաղաքային հեռախոսի մասն է խոսքը։ Հա ջան։ Քաղաքային հեռախոս։ Այո, քաղաքային։ Այդ կորպորատիվի մեջ երկու հոգի ենք մնացել։ Հիմա ուզում եմ հանեմ ընդհանրապես, որտեղ ես կես տարի է արդեն։ Կամ ամիսը մեկ, կամ երկու ամիսը մեկ։ Հեսա ես հեռախոսը կմիացնեմ, կլսեք ինչ ա խոսում մեջը։ Բջջայինի մասին, հա։ Այո։ Ես կարծում եմ, հիմա հենց մոքստում եմ։ Հա, բջջայինն է։ Հա, բայց այդ ինչ, ամեն ամիս պետք է կամ ձեր մոտ։ Չէ, իհարկե։ Հիմա խնդիրը հասկանանք։ Լավ, եղավ, միացրեցին։ Կռվելս չստացվեց իհարկե։ Այ մարդ այնքան լավ երեխեք են մարդ չի կարում կռվի։ Ասեցին ոչ մի հարց չկա, այդ բանը։ Մի խոսքով ինչ որ երկար պատմեցին, որ ուրիշ հաշվով փոխանցեց, չգիտեմ ինչ բան չհասկացա։ Ոչմ հաշվապահի հետ պետքա կապնվեն։ Չնայած լավ, մի խոսքով տենանք, այս անգամ էլ եթե հանգարց, չնայած այդ տղան շեֆն էր այդ կորպորատիվի, ասեց այս իմ անձնական համարը հանկարծ տենց բան եղավ, մի անգամից զանգ տվեք, մի վարկյանում սա հարցերը կլուծեմ։ Այտենց, ասեց պետք է որ չլինի արդեն, բայց լավ, այդ մի հարցը պրծանք։ Բայց երեխեքը իրոք շատ լավն են։ Չեն թողում էլի մարդ կռիվ անի մի հատ։ Հա, ստե սուրճ կարելի էր խմել, բայց սեղանի մոտ ծխել չի կարելի։ Պետք է դուրս գամ, ասես պլյականին նստեմ ծխեմ, հա։ Անահիտը չլներ, են հովին նստեինք, ստեղից մի հատ մարոժնի առնեինք։ Ես այդքան չեմ սիրում, որ նստեմ մենակ ուտեմ։ Ես էլ հին Երևանցու փողոց, Ես արդեն տեսել եք Փարաջանովի մոտիվներով։ Աստեղ արևոր։ 30 աստիճան է իմիջելուց։ Դե արևի տակ գնա գալիս եմ հաստատ։ Ես երկիչին անցնեմ, են հովը գնամ։
Որտեղից եք? Հայաստանի Ջավախքից։ Ջավախքից եք, հա? Ջավախքից եմ։ Այո։ Այստեղ գրած է քայլ դեպի տուն։ Այո։ Բա երբ եք գալու։ Տանն ենք արդեն։ Տանն ենք։ Էլ չեք գնալու։ Գնալու ենք, հետո նորից գանք։ Ես մայկաները պահելու եք, հա, հակնեք ու գաք նորից։ Իսկ սա ինչ-որ կազմակերպություն է, որը։ Սփյուռքահայ երիտասարդներին դեպի տուն Հայաստանի ճանաչող բարեդեր ունենում 13 օրվա ընթացքում հայրենիքին ծանոթանում ենք մեր Տենց կազմակերպություն կա, հա, պաստորի։ Քայլ դեպի տուն, հենց այդպես է կոչվում։ Որտեղ են նստում իրանք։ գոգոմասոնա կազմակերպում կոնկրետ չգիտեմ Այդ քայլ դեպի տուն, շատ հոյակապ բան է, ես առաջ անգամ իմացա։ Որտեղ է այդ կազմակերպությունը ու դա ինչ ձև է, պետական է, ինչ որ թե։ Ահա, պետական ֆինանսավորման։ Հա, պետական, հա։ Անոր բոլոր սփյուռքահայ երիտասարդներին է վերաբերում, մինչև 18 տարեկան։ Ու տարին քանի անգամ են տենց գալի։ Ես հարուստ չեմ։ Տարին 6 անգամ գալի Հայաստան։ Մենակ ամառը։ Հա։ Իսկ քանակը մոտավորապես գիտեք ինչքան է գալի։ Չեմ կարող Գիտեք։ ասել։ Հա, հիմնարկը որտեղ է, ես մտնեմ մի հատ իմանամ։ Հիմնարկը Հա, ինչ-որ կազմակերպություն չունի քայլ դեպի տունը։ Պետական ֆինանսավորման իրականացում։ դա Օնլայն։ Online։ Կարաս Պուշկինով գաս, Պուշկինով արի, ես է Պուշկինով կգամ։ Դե լավ, այդ on-line պատմությունները ձեր վրա հայր։ Քայլ դեպի տուն։ Ջավախքից էին երեխեքը։ Հենց որ ինտերնետում որ խփեք քայլ դեպի տուն, երևի կծանոթանաք այդ ոնց է ալնում։ Ամառվա ամիսներին 6 անգամ, հա, 6-ը խումբ ասեց ոնց որ։ Դե լավ, որը մտնեք արդեն դժվար չի լինի։ Մի րոպե ես։ Defense housing-ը աչքիս են Defense թաղամասի տներն են, հա, վաճառում երևի։ Հա, էլի։ Այո, այստեղ կարելի է Defense-ի հետ ծանոթանալ հաստորեն։ Բայց այսքան, հա, շատ ավելի մեծ է, չէ՞, պատի որ Defense։ Սենց բաներ է, դե այդ ինչ, ինտերնետում էլ կարակ գտնեք լուսանկարները։ Հեսա խնդրեցի տղան ասաց մասնագետին զանգ տամ, տնանք ինչ իմացավ։ Ես ժամկետների մասին էի ուզում։ Հիմա սպասենք մասնագետը կմոտենա։ Ողջույն։ Արմեն անունս։ Ձեզ ոնց դիմեմ։ Սեյրան։ Եթե գնորդներ կան, ովքեր ունեն բնակարան մեր մոտ գնաց, կարող են մեզ հետ կապ հաստատել, մենք իրենց հարցերին պատասխանենք։ Այդպես ավելի ճիշտ կլինի։ Հա։ Իսկ ես գիտեի, որ ինչ որ մի մոմենտ կանգնել էր ոնց որ։ Սխալ գիտեք դուք։ Հա, սխալ էր։ Օ, այդ շատ լուրջ բան եք ասում։ Միանշանակ։ Հա, դե տենում եք։ Շինարարությունը երբևէ չի կանգնել, չի կանգնելու, եթե հետաքրքրված մարդիկ կան, մենք իրենց սիրով հրավիրում ենք, գալիս են այնտեղ իրենց աչքով տեսնում են։ Տենում են։ Այո, իհարկե։ Այսինքն ամեն ինչը պլանով, գրաֆիկով գնում է։ Պլանը հարաբերական է, իհարկե, պլանիկ շեղումներ կան որոշակի, որի Դե շինարարությունը, բնական է։ Ինձ թվում է ինձանից լավ պատկերացնում Հա, եք այդ ամեն ինչ։ պատկերացնում Բայց ինչ վերաբերում է այն ինֆորմացիան, Ձեզանից լավ դժվար թե, բայց Դե պատկերացնում։ շինարարություն առասարակ, ոնց ուզում ալնի կյանքի ընթացքում առաջվա կլինեն կպատկերացնեք ինչքան բարդ է շինարարական process-ը։ Իսկ ինչ որ հատվածներ կա, որ հանձնած Առաջ արդեն։ կյանք սկսի ասում են հանձնման process-ը։ Պետք է սկսվի, հələ չկա հանձված։
Հա, այո, շնորհակալություն շատ։ Ձեզ են շնորհակալ սիրել։ Իսկ տեղեր կան, չէ՞, երևի ազատ։ Այո, ցանկացողների համար դեռ ունենք տարբեր։ Դեռ ունեք։ Եթե հետաքրքրվող անձինք կլինեն, թող կապ հաստատեն մեզ հետ, արդեն ավելի առարկայական ներկայացնենք։ Դե կապը ինձ թվում է բոլորն է կգտնեն, չէ՞, ինտերնետում։ Բաց է, ամեն ինչ հայտարարություն կա, ցանկություն լինի բարձր։ Ոնց է կոչվում, Defense Housing։ Housing։ Հենց տենց խփում։ Շատ շնորհակալություն։ Ստեսին ձեզ։ Defense Housing-ը, որտեվ մի մոմենտ ինձ ասացին գրեթե կանգնել է շինարարությունը, բայց տեսակ երիտասարդը շատ վստահ ասեց, մի խոսքով այս մերոնցից անունը չեմ կարող հիշեմ, այդ երիտասարդին հանդիպեցինք մի անգամ, ինքը պատմեց, որ առել է այնտեղ։ Հա, ես Պուշկին փողոցով պետք է գնամ, այնտեղ մարդ հանդիպեմ ու ես են ալտերնատիվ կոֆեն է, ես պիս խմել է, շունը, բաժակն է կծած։ Լավ, ես արդեն ուշանալու վտանգ կա, ոնց որ թե մի քիչ արագ գնամ։ Այդ ջուր խմեմ։ Վատը չէր։ Արդեն ասել է ընկերոջս կինն է, պետք է հանդիպեմ։ Բայց ասեց նստեմ նստարանին, դա երևի հով նստարանին, չէ՞։ Դա ուր է։ Ահա, ճանապարհ դրեցի դեպի Սախարևի հրապարակ։ Մեր բակը իհարկե չեմ մտնում։ Հիմա գնանք մի րոպե շատ զբաղված ինեսային մի վարքյանով հանդիպեմ։ Չնայած երեք հանդիպել եմ, բայց իմացա այս կողմերն է։ Ու գնամ վերջապես մեքենայիս մոտ։ Հին Երևանցում Իբիսը 51,000, ես էլ կանգնել եմ, մյուս գինը չեմ տենում։ Պուշկին փողոց, պարզա չէ։ Այս սուրճը պարզվում է ակին հարմար է, ասեմ ինչի։ Ստեղից վերցրեցի,
Այնտեղ են նստարանին նստեցինք, հանգիստ խմեցինք մեզ համար ծախելով առանց ոչ մի պրոբլեմի։ Այստեղ միտեղ պետք է գայի նեսան։ Շատրվանը չի աշխատում, շատ իզուր։ Շոք է ասեմ ձեզ։ Հեսա նայեք, ծխում են հանգիստ։ Ողջույն Ինուշ ջան, դե քեզ լավ օր, գնացի, վակա, այ Ինուշիկ, ինչ-որ տոտ է, գիտեք, հաճելի չի, Ես խալ փողոց է, էլի։ Հիմա մի հատ այգիում հոսնց չեր ելնի։ Oh, her, like you. 32 աստիճան է դարել։ Պուշկինը Փոցել Տաշիր Սթրիթ Այսպես էլ մնաց, հա? Եվրոպայի հրապարակը Աշկից են գրածը հանել են, որտեղ գրած էր Եվրոպայի հրապարակ։ Որտե՞ղ էր այ մարդ։ Էս ինչ է մտամ։ Հա, ոչ մի բան, դատարկ տեղ է։ Հիշեցում հավակի, հա, որ։ Հա, չէ, հեն անդեղ գրած է։ Եվրոպայի հրապարակի 25%-ն է։ Չէ, մի հատ ջուր խմեմ։ Ես շուն է ինչ են կանգնացրել։ Էլ օին ունեիք խաղալու։ Դավայ, մի հատ գնաստից։ Ես ումն է, մի հատ տարեք։ Հաջան։ Ես փողոցի շունա։ Լավ, հա։ Ով տեղա, հա, կտե։ Հա, էլի, ով տեղա, կտե։ Հլո մի բան է նեղանում է։ Հլո տեսեք ինչքան մարդ էր ուզում ջուր խմեր, չեր խմում։
Молодец. Ես էլ գիտեմ են աղջիկներին նա կանգնացրել են, որ նկարեն։ Հա։ Տերում եք ինչ դեմոկրատ երկիր է մեզ մոտ։ Էլի անհայտ երաժշտությունը Էս էլ Տերանը Ստինգի ձենով ինչ-որ ռուսական երգ է երգում Տղեկն էլ ուրախ Մենակ մեր ալիսը լեգատոն չլսի հանկարծ փիս ջղայնանում է Գևորգի կողքն է մի վաղտ հետո մի մոմենտ իրար մրցակից էին տեղի համար, բայց հետո զիջեցին Գևորգին։ Այս կորպորատիվը ինչի չվերացրեցի, պարզվեց են մի ընկերոջս անձնագիրն էլ պետք է ելնի, այսինքն հենց ինքը պետք է ելնի էլի, որտև նոր պայմանագիր են կնքում։ Ես ինչ է, Երևան գործելով հանուն բնության կոպ 17 Ես ինչ է սպասվում, գիտեք, ինչ է սպասվում, ինչ պետք է ալնի Ոչ մի բանը չի սպասվում Հանել ենք, դերը գնում ենք Ոչ մի բանի մասին, հա? Թիթերը են, ես շատ ունեմ Հա, ուղղակի թեթեր, հա? Ես մտածի ինչ-որ բան պետք է ալնի Չէ, ոչ մի բան Զարկազ ընտրվեց ետեր, ռեկլամի Հայաստան, Երևան Պետքան բան Շնորհակալություն Ոչ մի ինֆորմացիա չկա, փաստորեն Գործելով հանուն բնության կոպ 17 Չէ, ինձ թվում է ինչ-որ մի բանի համար է Ես ինչ դժվար կյանք է մրդ
Եկեք ճամփի մեջտեղը կանգնել են մեքենաները։ Բայց տեղ զարմանալի էր, փաստորեն դուրս գալու տեղ չկար, հա, ես որ ուժեղ համոզված էի, որ մի տեղ պետք է լինի։ Դեպի Կարապիլիչ։ Այս այդ որ ասում են էկզոտիկ ծառեր բանը սրանք են։ Ես մեկը հազիվ գիտեմ։ Մոռացա։ Կատալպան է։ Ցենտր ծառա։ Իմիջիալից ասեմ այդ ծառից Սաղնայի աշխատում է տեղն է, այս տունը հոր շատ կեղտոտ բան չի արել ու բանաններ վերքը։ շատ ես սիրում էի, գիտեք որտեղ կար, Սայաթնովայի արձանի մոտ, Մաշտոց ու դեպի Մոսկովյան էլի, հենց կողքը սրանից աճում էր լավ մեծ կատալպան, ուրա, հենա, լավ մեծ կատալպան, ես ծառից էլ մեծ էր, բայց վերջերս չկա, ինքը սենց երկար պտղներ ունի, լոբի շասնող, բայց շատ երկարավուն էլի, մի հատ էլ Մոսկովյան լճում կար, են էլ չկա։ Նա արդեն չեմ կարա բացատրեմ, որ մասում էր։ Հա, մոտավորապես են 202 Ֆարինգեյթ սրճարանը, որ կա Պապլավոկի դիմացի մայթում, այդտեղ էր աճում, նա էլ չկա հեն ծառը։ Երբ վերացրեցին, ինչի վերացրեցին, աչքաթող արեցի։ Բայց իսկապես կարապներ ինչի չկան։ Ես ինչ ոստեղ էլի ինչ-որ միջոցառում ալնելու, թե հանդը ինչ-որ FIFA-յա գրած բան անհասկանալի ինչ-որ Pepsi Street Ball Լետնանք ես ինչ են մտածի հայերը Երեխեքը ինչ-որ չեն քշում, շոքա, թե ինչա չգիտեմ, մտամ ինչ, Women's Football, Street Ball Armenia, Ashington. Streetball Armenia, Women's Football, ինչ գիտեն գրել են, ես էլ բանից բեխավար։ Հիմա էլի սրան նրան պետք է զզվացնեմ։ Նելու նկարը։ Այս մեկը հայ է։ Ես էլ դիք կողքը սրա։ Էսի ֆիքված։ Դուք երևում ամեն ինչ գիտեք, ես ինչ աղնելու։ Վաղը FIFA-ի աղջիկների առաջնությունն է ֆուտբոլի։ Աշխարհի։ Ֆուչե։ FIFA-ն աշխարհը չի։ FIFA-ն օր ունի, որ այդ օրը այդ երեխեքը խաղում են։ Սաղ Աշխարհի խաղերն էլ ենք ցույց տալու, գիշերն էլ աշխարհի խաղերն է մեծ էկրանի վրա ստեղելնելու։ Որտե՞ղ այդ մեծ էկրաններն Դե են։ չգիտենք հələ որտեղ ենք դնելու, բայց դնելու ենք։ Բայց այդ օրը FIFA-ի էս բանի անցած տարել էր, նույն օրը էլի արել։ Հա։ Մյուս օրը Կիրակի օրը արդեն գալիս է Streetball Armenia-ի մրցաշրջանը, ֆուտբոլ, շախմատ, բասկետբոլ, break dance,
skateboard։ Այդ շախստեղ արնելու։ Շախստեղ արնելու։ Yeah։ Այդ օրը driving ավտոներ են գալու, մոտորներ են գալու, այս դրա։ Ոչմ ստեղ չերևանք։ Ինչի՞ չէ, կագրած երևացեք։ Ահա։ Կագրած երևացեք, ինքը լավ աշխուժ օր արնել, Հա, ավեսով։ Կիրակի օրը, հա։ Կիրակի օրը, հա։ Եղավ, շնորհակալություն։ Բարեզս։ Այսօր եմ գնում այ մարդ մեքենաս։ Են կողմնա մեքենաս։ Գելե։ Գայզեման, այս ինչ այս մի հատ տարեկան է։ Մի հատ այս ռեստորանը։ Հա։ Ստեղ են ասում, չէ՞, քեֆանողի քեֆը չի պակասի։ Կար։ Հա, այ մարդ հես այստեղ էլ շիտ են դրե, ես ինչ են արե։ Հա։ Ինչա գրած։ It all starts from the streets. Street ball. Դե կիրակի կգանք անայդ հետ, մի բոլ կխաղանք, ֆուտբոլա, բասկետբոլա, ինչ պատահի։ Այս աստեղից է։ Բա այդ վճարելուց ոնց եմ զզվում, մինչև այդ ավտոմատը գտնում ես որտեղ է։ Հա, ստեղ գրած է, հա։ Դրամարկղի մուտք։ Դժգոհությունս լսեցին։ Ուր է ավտոմատը։ Սլակը դրել էին։ Լավ, ոնց որ թե մուտքի վրա էլ է ալնում վճարել, եկեք էլ չմանգամ այդ ավտոմատը։ Կակրած այսօր նախտ փող ունեմ։ Վայ, ես ինչ շուկ աստեղ։ Լարի ջուր դարը, հայր։ Իսկ նա կարա ստեղից ստանա այդ տղան չէ։ Դուք կարակ չէ ստանաք։ Խնդրեմ։ Դուք ժամով տեսակ երևի, ասենք ես է կտնամ էդ մոնտաժի վաղտ։ Տնաս ինչքան է գինը ժամը։ Դե վերջ, ոնց որ թե այսօրվա գործերը ավարտվեցին։ Հիմա Մաշտոց պողոտը Են ինչ մեքենա է մարդ։ Կանաչ լույսի մեր գնաց։ Այդ ինչ է։ Հրթիր են տանում, ինչ են անում։ Չհասկացում։ Մաշտոց պողոտա։ Լավ, ես եկեք հրաժեշտամ։ Լավ ունակ հայր ջան։ Միշտ առողջ եղեք։ Եվ մնաք խաղաղությամբ, բայց ես նկարածս մի բան երևում է թե չէ, չգիտեմ։